Ճշմարիտ մարգարեներ։ Մարգարեները արդեն իրենց մոր որովայնից ընտրվել են որոշակի ծառայության համար։ Երեմիա 1:5 Առաջ նրանց կոչում էին տեսանողներ, որովհետև տեսիլքներ էին տեսնում։ Առաջին Թագավորաց 9:9 Այդ տեսիլքների նշանակությունը նրանց տրվում էր Աստծո հայտնության միջոցով։ Երեմիա 1:11-12 Տիրոջ խոսքը միշտ հայտնվել է մարգարեներին, ինչպես գրված է Թվոց 12:6 համարում։ Հիմա իմ խոսքս լսեցեք։ Եթե ձեզ մեկը մարգարե լա, ես Տերս ինքս տեսիլքի մեջ կճանաչեցնեմ անոր, կամ երազի մեջ կխոսեմ անոր հետ։ Դրա համար ճշմարիտ մարգարեն Աստծո խոսքը հաղորդողն է և կարող է իր ասելիքը հաստատել։ Այսպես է ասում Տերը խոսքով։ Նա, ով ընդունում է այդպիսի մարգարեին և հարգում է նրա ծառայությունը, կստանա մարգարեի վարձ։ Մատթեոս 10:41 Միևնույն ժամանակ Աստված մեզ զգուշացնում է, որ չմերժենք իր մարգարեներին ասելով «Իմ մարգարեներուս չարություն մի ընեք» Առաջին Մնացորդաց 16:22 Սաղմոս 105:15 Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննես Մկրտիչն էին, բայց այդ ժամանակվանից Աստծո թագավորությունը քարոզվում է ավետարանի միջոցով։ Ղուկաս 16:16 Սուրբ գրային այս հատվածը մեջբերվում է որպես ապացույց այն բանի, որ Աստված նոր կտակարանում այլևս մարգարեներ չունի, մինչդեռ Հովհաննեսը ինքը մարգարե էր։ Սիմեոնը, որ եկավ տաճարում Հիսուս մանկանը ընծայելու ժամանակ, նույնպես մարգարե էր։ Ղուկաս 2:25-35 Մեր Տերը խոստացել է. «Դրա համար ահա ձեզ մոտ մարգարեներ, իմաստուններ, դպիրներ կուղարկեմ» Մատթեոս 23:34 Ղուկաս 11:49 Այստեղ օգտագործված դպիր բառն անշուշտ չի վերաբերում նրանց, ովքեր դաստիարակվել էին Գամաղիելի մոտ։ Հիսուսը խոսում է այն վարդապետների մասին, որոնք ճշմարիտ կերպով քարոզում են իր խոսքը։ Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանտեր մարդու, որ իր գանձից հին ու նոր բաներ է հանում։ Մատթեոս 13:52 Նա, ով կարդում է Գործք առաքելոց գիրքը, կտեսնի, որ եկեղեցում ծառայել են նաև մարգարեներ։ Գործք 11:27 13:1 Գործք 15:32 համարում գրված է Հուդան ու Շիղան, քանի որ իրենք էլ մարգարեներ էին, առաջին Կորնթացիս 12 և 14 գլուխներում Պողոսը բացատրում է պարգևները և եկեղեցի ծառայությունները և իր շարադրանքի վերջում ասում է. «Սակայն եթե մեկը կարծի, թե ինքը մարգարե է կամ հոգևոր, թող իմանա, ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրաններն են» առաջին Կորնթացիս 14:37 Եփեսացիս 3-րդ գլխում նա խոսում է Քրիստոսի խորհուրդը խորապես հասկանալու մասին։ Խորհուրդ, որ մարդկանց որդիների անցյալ սերունդներին ցույց չի տրվել, ինչպես որ հիմա հոգով իր սուրբ առաքյալներին ու մարգարեներին է հայտնվել։ Համար 5 Եփեսացիս 4:11 և առաջին Կորնթացիս 12:28 համարներից պարզ երևում է, որ Աստված ինքն է հաստատել տարբեր ծառայությունները եկեղեցու մեջ։ Այդ թվարկման մեջ խոսվում է նաև մարգարեի ծառայության մասին։ Ինչպես ցույց տվեցինք հիմնվելով Սուրբ գրքի վրա, հիմա մենք հասել ենք փրկության առանձնահատուկ կետի։ Այս մարգարեական ժամանակաշրջանը պահանջում է Աստծո կողմից ուղարկված առանձնահատուկ մարգարե։ Նրանք, ովքեր գիտակ են պատմությանը, գիտեն, որ արդեն Մուհամմեդը և ուրիշներ հավակնել են լինել Մաղաքիա 4:5-6 համարներում նշված վերջին մարգարեն, որը պետք է գար Տիրոջ մեծ և ահեղ օրվանից առաջ։ Փաստորեն, շատերն են բացահայտ կերպով իրենց անվանել Եղիա կամ խոսել Եղիայի ծառայության մասին։ Մինչդեռ նրանցից ոչ մեկը չդարձրեց Աստծո որդիների սրտերը Տիրոջը և իր խոսքին,
Հակառակը, իրենք էլ շատ հեռու լինելով առաքյալների մարգարեների ուսմունքից, միայն սեփական աշակերտներ պատրաստեցին, բայց այդ ամենը չի խանգարում Աստծուն իր ժամանակին կատարելու իր խոստումը։